Ադրբեջանն ու Թուրքիան միմյանց ռազմական օգնություն կցուցաբերեն արդեն պաշտոնապես։ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է երկու երկրների պաշտպանության նախարարությունների միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագրի վավերացման մասին օրինագիծը։ Սա թույլ է տալիս երկրներին փոխադարձ ռազմական օգնություն ցուցաբերել զինված ագրեսիայի դեպքում։ Ռուսաստանի յուրաքանչյուր ռազմական հանցագործություն պետք է հետևանքներ ունենա, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի պատճառած վնասի փոխհատուցման միջազգային հանձնաժողովի ստեղծմանը նվիրված համաժողովում։ Մենք մշակում ենք այդ հանցագործությունների համար փոխհատուցման մեխանիզմ, ասել է նա։ Եթե Հիտլերն ու Նապոլեոնը չկարողացան Մոսկվային ծնկի բերել իրենց ռուսական արշավանքներով, ապա քիչ հավանական է, որ դա կհաջողվի Կայա Կալասին, Մակրոնին, Սթարմերին ու Մերցին, հայտարարել է Իտալիայի փոխվարչապետ Մատեո Սալվինին։ Ռուսաստանում դեռահասը դանակով հարձակվել է իր դպրոցի վրա, սպանելով տասնամյա աշակերտի։ Դեռահասը նախ հարձակվել է դպրոցի անվտանգության աշխատակցի վրա, նրա դեմքին արցունքաբեր գազ ցողել ու դանակահարել, ապա վիրավորել է տասնամյա մի տղայի, որը մահացել է։ Նշվում է, որ դեռահասը տարված է եղել զենքերով ու ռազմական թեմաներով, ատել է մարդկանց ու նրանց անվանել կենսաբանական թափոններ։ Նա ձերբակալվել է եւ խոստովանել է մեղքը։ Ավստրալիայի վարչապետը տեսակցել է Բոնդի լողափի հերոս Ահմեդ Ալ-Ահմեդին, որն օրերս զինաթափել էր ահաբեկչություն իրականացրած անձանցից մեկին։ Քո սիրտն ուժեղ է, երկու երեխաների հորն ասել է Էնթոնի Ալբանեզեն, նրան անվանելով մեր երկրի լավագույն ներկայացուցիչը։ Սիրիայում ծնված եւ մեծացած Ահմեդը մի քանի կրակոց է ստացել ուսին։ Ալբանեզեն ասել է, որ նա այսօր կենթարկվի եւս մի վիրահատության։ Առաջիկա 6-ից 12 ամսվա ընթացքում YouTube-ը Ռուսաստանում ամբողջությամբ կարգելափակվի, հայտարարել են Պետդումայում։ Սա պայմանավորված է նրանով, որ հարթակը շարունակում է անտեսել Ռուսաստանի գործող օրենսդրությունը։ Հնդկաստանի Դելի քաղաքում օդի աղտոտվածությունն անմիջական սպառնալիք է դարձել երկրի բնակչության համար։ 30 միլիոն բնակչություն ունեցող քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում չբացել պատուհանները։ Դպրոցներում դասապրոցեսն իրականացվում է հեռավար։ Եվ վերջում, Տիտանիկի, Տերմինատորի, Ավատարի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը դոլարային միլիարդատեր է դարձել, գրում է Forbes-ը։ Ռեժիսորի նվաճմանը նպաստել է նրա նոր Ավատար, Հուր եւ Մոխիր ֆիլմի հաջողությունը կինովարձույթում։ Զարա Սարգսյան, Նոնա Գևորգյան, ABC Media։